Հարգելի բարեկամներ, ինչպես տեսակ Վիեննայում կազմակերպված ցուցահանդեսի հիմնական գաղափարը եղել է նվիրված Հայաստանի անկախությանը եւ պետք է այդ լավ ցուցահանդեսի համար խորին շնորհակալություն հայտնեմ ես հայ համայնքից եւ պարոն Անտոնյանից, որը կազմակերպեց մեր գեղեցիկ ցուցահանդեսը։ Եվ ուզեի խոսքս մղել պարոն Անտոնյանին եւ ուզեինք իմանայինք ինչքան հայություն է ապրում ամբողջ Ավստրիայում եւ ինչպիսի գործունեություն եւ ինչպիսի աշխատանքներ են տանում այստեղ ամբողջ Ավստրիայում գտնված, ասենք, մեր հայությունը։ Ավստրիայի մեջ ունենք մոտ 2500 հայեր, որոնց մեծ մասը, ասենք 95% հայ առաքելական եկեղեցին են պատկանում եւ մեծամասնությամբ Վիեննայում են բնակվում, իսկ նաեւ ունենք Մխիթարյան միաբանությունը, որը շատ հայտնի է իր թանգարանով եւ իր տպարանով։ Առաքելական համայնքը այստեղ ունի մեկ եկեղեցի եւ տարբեր միություններ, ինչպես երիտասարդական եւ ուսանողական միությունը, բարեգործական միությունը եւ հոմենտմենը, ինչպես նաեւ ավստրիահայկական մշակութային ընկերությունը եւ միաժամանակ հայ համայնքի վարչությունը, որը զբաղվում է այստեղ եկեղեցի մատակարարմամբ եւ հայոց շենքերի մատակարարությամբ, ինչպես նաեւ դպրոցի հայ լեզվի պահպանման եւ հայապահպանման աշխատանքներով։ Պարոն Անտոնյան, ես կխնդրեի մի քանի խոսքով պատմեք Վիեննայում գտնվող հայկական դպրոցի մասին եւ ասեիք քանի աշակերտներ եւ ինչպիսի դասընթացներ են անցնում այդ աշակերտները, խնդրեմ, եթե կարելի է մի քանի խոսքով ներկայացնեք։ Վիեննայի դպրոցը վերջին 10 տարիների ընթացքում ավելի հավանաբար անցյալին ավելի կազմակերպված է եղել եւ ներկայումս ունենք մենք մոտ 100 աշակերտներ, որոնք շաբաթ օրերը ավստրիական դասից հետո գալիս են մեր համայնքի սրահում եւ դասարանների մեջ եւ այնտեղ զբաղվում են հայոց պատմությամբ, հայ լեզվով, առաջին հերթում, կրոնով եւ նույնպես հայ գրականությամբ։ Մենք ունենք այստեղ 6 դասարաններ եւ աշխատում ենք դասարանների թիվը ավելի շատացնենք։ Պարոն Անտոնյան, ինչպիսի դժվարություններ կա կախված դպրոցի հետ, խնդրում եմ, եթե կարելի է դժվարությունների մասին։ Դժվարությունները առաջին հերթում նյութական դժվարություններ է, բայց կարողանում ենք հայտարարել այդ ծախսերը։ Իհարկե, եթե ավելի լավ նյութական վիճակի մեջ լինեինք, կարող էինք հեշտությամբ ավելի դպրոցը ջոխացնել։ Բայց ունենք այստեղ մենք ծնողական խորհուրդը, որը դպրոցին կից աշխատում է եւ բավականի աշխատանք է տանում եւ նույնպես նյութապես շատ օգտակար է գտնվում դպրոցին։ Միաժամանակ ունենք Անտոնյան ֆոնդը, որի հասույթ տարեկան նորից տրամադրվում է մեր դպրոցին եւ գանձում ենք նաեւ աշակերտներից ոչ թե ստիպողական կամավոր կերպով այո թոշակներ եւ այդպեսով կարողանում ենք մեր դպրոցը ծախսեր հոգալ։ Դժվարություն ունենք դասագրքերի համար, դժբախտաբար այս կետով Հայաստանը չի կարողանում մեզ օգտակար գտնվի, քանի որ Վիեննայի հայությունը մեծ մասամբ կամ կարող ենք ասել մեկ մասը Պարսկաստանից են եկել եւ դրանք սովորել են հին ուղղագրությամբ, իսկ Հայաստանում տպված գրքերը բոլորը նոր ուղղագրությամբ են եւ թերադրական տարբերություններ կա, այդպիսով չեն կարողանում Հայաստանում տպված գրքերը օգտագործել։ Ինչպիսի օգտակար կարող են լինել, այսինքն այդ հարցում Հայաստանում ինչ խնդիրներ կա, որ կարելի է ներքաշել եւ ընթացք տալ այդպիսի գործին, որպեսզի ավելի ես կարող եմ շնորհակալություն հայտնեմ Սփյուռքահայության հետ կապի կոմիտեից, որը անցյալումն են միշտ օգտակար է գտվել մեզ եւ ինչ գրքեր որ ուզացել են, մանավանդ արևմտահայերեն,
կարողացել ենք մենք ստանալ այնտեղից եւ մինչեւ հիմի ամեն տեսակ դժվարությունները կարողացել ենք լավ համագործակցել իրար հետ եւ իրենք կարողացել են մեզ օգնել։ Միայն այս դասագրքերի խնդիրն է, որ Հայաստանում գոյություն չունի։ Պարոն Անտոնյան, հաջորդ հարցը, որ ես ուզեի տալ համայնքի հետ կապված, այսինքն բոլոր հայերն են մասնակցում համայնքի գործունեությանը, թե որոշ մասեր ինչ-որ պասիվ են մնում, որոշը ավելի ակտիվ, ինչպես կարող եք մեկնաբանել դա։ Տեսա բնական բան է, ամեն համայնքում կան անձնավորություններ, որոնք ավելի կապված են հայկական կենտրոնի հետ, ոմանք կան, որ շատ կապված չեն, բայց սա ես կարծում եմ, որ սովորական բան է եւ ամեն տեղ, ամեն երկրում, ամեն ազգության մեջ գոյություն ունի։ Մեզ մեջ էլ ես բնական եմ տեսնում այդպիսի մի կեցված եւ պիտի խոստովանեմ, որ Վիեննայի, Ավստրիայի համայնքը թվով քիչ լինելով հանդերձ շատ որակավոր համայնք է, քանի որ մեծ մասամբ այստեղ մեկնած ուսանողներն են կազմում, որ անցյալում եկել են Ավստրիա, որպեսզի ուսանել, եւ ուսանել են այստեղ եւ մնացել են այստեղ, այդպես որ ավելի կրթված մեկ համայնք ունենք այստեղ։ Այո, դրա մասին ես ասել եմ, որ մեծ մասը Վիեննայում գտնված հայերի, երիտասարդների եւ նախկինում երիտասարդների բոլոր կարելի ասել, ովքեր որ մեկնել են այստեղ ուսանելու, հիմա բոլորն են բարձր մակարդակով ամեն մեկը ներկայացնում է իր աշխատանք եւ իրեն պրոֆեսիան։ Դրանցից մեկը օրինակ կարող եմ օրինակ բերել է Լորիս Ճգնավորյանն։ Այո, Լորիս Ճգնավորյանը շատ մեծ համբավ է վայելում Հայաստանում եւ շատ մեծ գործունեություն է տանում։ Մյուս հարցը, որը ես կուզեի ձեզ մղել, պարոն Անտոնյան, ես կուզեի իմանալ ինչպիսի դժվարություններ կա համայնքի հետ կապված։ Ասենք համայնքի մեջին դժվարությունները մեծ մասամբ անձնողական դժվարություններ են։ Վերջին տարիներում մեծ դժվարություններ ենք ունեցել Պարսկաստանից ապաստանյանները, որոնք գալիս են Ավստրիայի վրայով երկրի օրենքների դյուրության բերումով, գալիս են Ավստրիա եւ ուզում են մեկնել Ամերիկա։ Եվ դրանց այստեղ այդ 6 ամսվա 1 տարվա ընթացքում, որ պիտի իրենց թղթերը պատրաստի մինչև Ամերիկա մեկնելը, դրանց կեցության ինչ որ դժվարություններ բաներ կա, որ մեր համայնքի ուժերից մի քիչ բարձր է։ Դա կարող եմ ասել, բայց հույսով եմ, որ վերջ տրվի այդ ապաստանյաների խումբերը, իսկ դրանից հետո ունենք ներքին դժվարություններ, որոնք շատ բնական դժվարություններ են, այսինքն նշելի բաներ չեն։ Իսկ ինչպիսի կապ կա Հայաստանի հետ։ Հայաստանի հետ արդեն մենք շատ երկար ժամանակներից կապեր ունեցել ենք, մշակութային հետ կապի կոմիտեի միջոցով։ Վերջին շրջաններում մեր կապերը ավելի մի քիչ ամրապնդվել են եւ մանավանդ այդ երկրաշարժից հետո, ինչպես ասած, ամեն մեկ հայ աշխարհում, նույնպես նաեւ Ավստրիայի հայերը ավելի շատ եռանդով փորձեցին իրենց պարտականությունը կատարել, իրենց ազգային պարտականությունը կատարել եւ քիչ ու շատ կարծում եմ, որ կարողացել ենք մեր սահմաններում օգտակար գտնվենք Հայաստանին։ Այդ բերումով Ավստրիայի կողմից այստեղ ավստրիական գյուղը պատրաստվել Österreichdorf-ը եւ այս տարի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 3-րդ տարելիցին պիտի բացումը կատարվի Լենինականում կամ Գումայրիում պատրաստված մանկական հիվանդանոցի եւ դրանից բացի մթերքներով, մանկական սնունդով կարողացել ենք օգտակար գտնվել եւ վերջին շրջանում աշխատանքներ ենք տանում Սևանա լիճը մաքրելու համար այդ բերումով, որ ավստրիական պետության հետ կապեր է ստեղծվել եւ հույսով ենք, որ իրենք հայթայթեն գոնե ծախսերի մեկ մասը, որպեսզի Սևանի 4 կողմը կանալիզացիա լինի։ Իսկ ինչպիսի օգտակար կարող է լինել Հայաստանը, այսինքն հայրենիքը ինչպես կարող է օգտակար լինել Ավստրիայի հայ համայնքին, այսինքն ես նկատի ունեմ հոգևոր կապի միջոցը, քանի որ ինչպես գիտեք
հոգևոր կապը արվեստը միակ գեղեցիկ միջոցներից մեկն է, որը որ այսպես ասած նորից կարող է ամրապնդել հայրենիք, սփյուռք, այսպես ասած գաղափարը։ Ես անձամբ ճիշտ ասած կարող եմ ասել, որ Հայաստանի հայությունը ոչ թե Վիեննայի համայնքին, այլ ամբողջ հայության համար այդպես մի աշխատանքներ արավես վերջի շրջանում, որի ամեն մեկ հայը շատ զգացումով եւ եռանդով է հետևում այդ իրադարձությունները, ինչ որ Հայաստանում է կատարվում, եւ ամենածանր պայմանների տակ կարողացել են աշխատել իրենց ձունի վրա կանգնել եւ անկախություն ձեռք բերել, եւ ես հիմի ներկայումս Հայաստանի հայության միայն համբերություն եմ ցանկանում եւ կարծում եմ, որ մի քանի տարի պիտի այս դժվարությունները տևի, մինչեւ որ կարողանան երկիրը այդ վիճակի բերեն հասցնեն, որին ամեն մեկ հայ փապակում է։ Դա իմ կարծիքով ամենամեծ օգուտն է ոչ թե միայն Վիեննայի հայության, այլ ամբողջ աշխարհի հայության։ Հուսով ենք, որ ամեն բան պետք է լավ լինի եւ կուզեի հարցնել ինչպես ընդունվեց անկախությունը, այսինքն ոչ թե հայ համայնքի կողմից, այլ Ավստրիայի կողմից, դա ինչ որտեղ լուրջ կա։ Այդքան որ ես տեղյակ եմ, Հայաստանը իր անկախությունը հայտարարելուց հետո դիմումներ է տվել ոչ թե միայն Ավստրիային, այլ աշխարհում բոլոր երկրներին, որպեսզի իր անկախությունը ճանաչելու։ Ավստրիայի պետությունը ինչ պատասխան դեռ առաջ ոչ մի պատասխան չի տվել, եւ ինչպես դա կլինի, ես շատ լավատես եմ մոտենում խնդրին, բայց հիմի այդ մասին չեմ կարող, այսինքն իմ ուժերիցս բարձրեմ։ Վերջում, եթե ուրիշ հարցեր չկա, ես կուզեի ձեզանից շնորհակալություն հայտնել ձեր այդ գաղափարի համար, որ այստեղում փոքրիկ ցուցահանդեսից հետո, այսինքն աշխատեցիք մեկ հատ թանգարան բացեիք նկարների եւ 6 նկարներ նվիրեցիք մեզ, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում եւ հուսով եմ, որ սա առաջին քայլը լինի եւ ապագայում կարողանանք շատացնել եւ ավելի ներկայացվելիք մեր թանգարան կազմակերպել։ Անպայման մենք պետք է ամեն ջանք թափենք, որպեսզի յուրաքանչյուր հայ համայնքում ստեղծենք թանգարաններ եւ ամրապնդենք արվեստի ճյուղը եւ դա կլինի, այսպես ասած, մեր հայ ժողովրդի կուլտուրայի եւ արվեստի խնդիրներից մեկը, որ կամրապնդի մեր հայ ժողովրդի կապը, հայրենիք եւ սփյուռք։ Ինձ թվում է ամեն բան պետք է գեղեցիկ ձևով ինչպես սկսել ենք, այդպես էլ շարունակենք։ Շնորհակալություն։ Մերսի։